Այսօր, երբ ողջ հանդիսատեսը մեծ լարվածությամբ սպասում էր վերջին զանգը սերիալի նոր սերիային, հանկարծ պարզվեց, որ այն չի ցուցադրվելու։ Այս լուրը շոկային ազդեցություն ունեցավ հազարավոր երկրպագուների վրա, հատկապես հաշվի առնելով, որ նախորդ անոնսը խոստանում էր սերիալի պատմության ամենածանր ու լարված շրջադարձերից մեկը։ Հատկապես անոնսի մեջ Վիկտորիայի խոսքերը սառը ցնցում էին առաջացրել բոլորի մեջ, Հենրին ու Անգելինան արյունակցական կապ ունեն։ Այս խոսքերը կտրեցին օդը, չթողնելով ոչ մի կասկած, որ սիրահարված զույգի ճակատագիրը մեծ վտանգի տակ է։ Իսկ երբ Միքայելը Աննային դիմելով հաստատեց, որ Հենրին ու Անգելինան քույր ու եղբայր են, դա կարծես վերջին հարվածը լիներ երկու սիրող սրտերի համար։ Այս բոլոր զարգացումներից հետո հեռուստադիտողներն իսկապես լարված էին սպասում իմանալու համար, թե ինչ տեղի կունենա հաջորդիվ, ինչպիսին կլինի Աննայի արձագանքը, ինչպես կհանդիպեն Հենրին ու Անգելինան այդ դաժան ճշմարտության ֆոնին, սակայն հենց ամենաբարձր սպասման պահին «Վերջի զանգը» հեռուստասերիալի հերթական սերիան դեռ չի ցուցադրվել։ Պաշտոնական պատճառ դեռևս հրապարակված չէ։ Հավանաբար հեռուստաալիքներն իրենց ծրագրային ցանցում փոփոխություններ են կատարել, դադարեցնելով սերիալի այսօրվա սերիայի ցուցադրումը։ Բայց սա չի թուլացնում հանդիսատեսի լարված սպասումը, համացանցը լցված է երկրպագուների հուզված մեկնաբանություններով։ Այսօր պիտի իմանայինք ճշմարտությունը, ինչպես դիմանանք մինչև վաղը, ինչ կլինի Հենրիի և Անգելինայի հետ, միթե այս սերը դատապարտված էր ի սկզբանե։ Միքայելն ինչու պիտի այս պահին նման բան աներ, չեմ հավատում, որ նրանք իսկապես քույր ու եղբայր են։ Շատերի կարծիքով այս բացթողումը նաև միտումնավոր ինտրիգ է, որ սերիալը դարձնի էլ ավելի սպասված։ Չի բացառվում, որ վաղվա սերիայում լույս կսփռվի ողջ պատմության վրա և գուցե պարզվի, որ Միքայելն այս ամենը կազմակերպել է, որպեսզի Անգելինան հեռու մնա Հենրիից, և այդ ամենը բացահայտելու է հենց Աննան։ Այս պահի դրությամբ երկրպագուներն անհամբեր սպասում են վաղվան, երբ «Վերջին զանգը» կշարունակի իր պատմությունը հնարավոր ամենալարված և հուզիչ դրվագով, և հարցը մնում է բաց՝ արդյոք Հենրին ու Անգելինան կհավատան, որ նրանք իսկապես քույր ու եղբայր են, թե կբացահայտեն, որ սա կործանարար սուտ է։ Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալում լարվածությունն ու անկանխատեսելի շրջադարձերը հասել են նոր մակարդակի։ Հենրին անցնելով բազմաթիվ փորձությունների միջով վերջապես ազատության մեջ է ու վերադառնում է իր սիրելիի՝ Անգելինայի մոտ։ Այս վերամիավորումը շատերին թվում է, թե հանգստություն կբերի, սակայն իրականում հենց նոր փոթորիկներ է սկսվում։ Միևնույն ժամանակ Սեմը՝ Մերիի եղբայրը, նույնպես ազատ է արձակվում, բայց առանց վերադարձի դեպի իր նախկին աշխատանք, նրան զրկում են ոստիկանությունում աշխատելու իրավունքից։ Սա նրան ոչ միայն հարված է մասնագիտական, այլև անձնական ճակատագրի վրա։ Եվ հենց այդ պահին բեմ է դուրս գալիս Բագրատը, նա, ով միշտ հայտնվում է ամենադժվարին պահերին, իսկ իրավիճակը խառն է, մարդիկ խոցելի։ Նա Սեմին ներկայանում է որպես ընկեր, որպես մարդ, ով պատրաստ է օգնել համեստ ժպիտով ու մխիթարող բառերով, բայց Բագրատին ճանաչողները գիտեն, նա երբեք առանց թաքնված շահի քայլ չի անում։ Սեմն այս պահից սկսած դառնում է Բագրատի գործիքը նրա վերահսկողության տակ։ Մյուս հատվածում Անգելինան պատմում է Հենրիին, որ օրեր առաջ ինչ-որ մեկը բղավել է իր վրա այնպիսի տոնով, որը դեռ նստած է իր գիտակցության մեջ։ Հնարավոր է այդ ձայնը կապված է անցյալի մի կարևոր դրվագի հետ, Անգելինան դեռ չի հասկանում, բայց իրական սյուժեն սկսում է թեժանալ այն պահին, երբ Անգելինան ու Հենրին պատահաբար հանդիպում են Արամին՝ Սոսի ու Լիլիթի որդուն, որը նոր է վերադարձել Հայաստան։ Այս հանդիպումը ոչ մի կերպ պարզ ու հարթ չի ընթանա։ Հենրին, տեսնելով Արամին, հաստատ փորձելու է հարցեր պարզել, թե ինչու է նա գոռացել Անգելինայի վրա։ Անգելինան դեռևս չգիտի, որ այս անծանոթ երիտասարդն իր հարազատ եղբայրն է։ Հավանաբար Հենրին ու Արամը կբախվեն, գուցե ոչ միայն ֆիզիկապես, այլև
հուզական մակարդակով կապված Անգելինայի հանդեպ զգացմունքների, մրցակցության կամ կասկածների հետ։ Սա կարող է լինել այն ճակատագրական պահը, երբ կբացահայտվի Անգելինայի իրական անցյալը, և եթե այդ բացահայտման պահին նա իմանա, որ Արամը ոչ թե մրցակից է, այլ իր եղբայրը, ամբողջ պատմությունը գլխի վայր կշրջվի։ Շարունակությունն անակնկալներով լի է լինելու, միակ բանն, որ կարելի է վստահ ասել, «Վերջին զանգը» հեռուստասերիալի հերթական սերիաները զարմացնելու են հեռուստադիտողներին ևս մեկ անգամ։ Իսկ մինչ այդ չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք հեռուստասերիալում տեղի ունեցող ամենահետաքրքիր իրադարձությունները, նաև որպեսզի տեղեկանաք նոր սերիալներում կատարվող փոփոխությունների, շոու-բիզնեսյան անցուդարձի մասին և ոչ միայն։ Տեսանյութի մեկնաբանություններ բաժնում էլ անպայման գրեք ձեր կարծիքը, ինչ եք կարծում, Անգելինան կպարզի, որ Արամն իր հարազատ եղբայրն է, թե դեռ երկար ժամանակ է պետք դրա համար։ Արամի հայտնվելով հեռուստասերիալը նոր ու հետաքրքիր ընթացք է ստացել, իսկ շատ շուտով հայտնվելու է նաև Սոսը։ Շախունցների ընտանիքին էլ դեռ նոր անակնկալներ են սպասվում։ Բագրատն այս ամենն այսպես չի թողնի, նա Սեմին վերցնելու է իր թևի տակ, որպեսզի պետք եղած ժամանակ այն օգտագործի շախունցների դեմ։ Բնականաբար Բագրատն էլ իր մեղքի բաժինն ունի Սեմի և Մերիի հոր սպանության մեջ, սակայն ով է դրա համար պատասխան տվել և ինչու է նա